Այս տղան չկարողանալով տոմս գնել, որոշում է ինքն իրեն փայտե արկղի մեջ տեղափոխել մի մայրցամաքից մյուսը։ Գնում է ավիաընկերության գրասենյակ, պարզում բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունները, այդ թվում ինչպես են միջազգային առաքումները կատարվում, նվազագույն չափը, քաշը, անհրաժեշտ փաստաթղթերը եւ այլն։ 3 օր անց իր ընկերների հետ գնում են մինի սառնարան, որի տուփը օգտագործում են, որ Ռոբերտսոնը մտնի մեջը եւ դրանով իսկ ուղևորվի իր տուն, քանի որ գումար այլևս չուներ։ Իր հետ վերցնում է 2 շիշ, որից մեկը լինում է ջուր, մյուսը միզելու համար։ Բիթլզի երգերը, գիրք, պլանավորում է, որ 36 ժամ հետո իրեն կբացեն եւ վերջ։ Ռոբենսը սկզբում տեղափոխվեց Մելբուրնից Սիդնեյ մեկնող ինքնաթիռի բեռնախցիկ, այնուհետև 22 ժամ կանգնած էր գլխի վայր սպասելով իր հաջորդ տեղափոխման փուլին։ Տղամարդը անընդհատ կորցնում էր գիտակցությունը, ուշքի գալիս, հետո նորից կորցնում եւ վերջապես հայտնվեց Լոս Անջելեսում։ Ռոբիսի մարմինը թմրած էր, նա չէր կարողանում շարժվել եւ նրան տարան տեղի հիվանդանոց, որտեղ նա մի քանի օր անցկացրեց վերակենդանացման բաժնում, ապա տեղափոխվեց նրանց KGB։ KGB-ում անցկացնելուց հետո որոշ ժամանակ պարզվեց, որ սա ուղղակի զվարճալի պատմություն է եւ նա գումար չունենալու պատճառով փորձել է նման միջոցով տեղափոխվել իր հայրենի տուն։ Մայիսի 18-ին նա ժամանեց Լոնդոնի օդանավական, որտեղ նրան դիմավորեցին միլիոնավոր մարդիկ եւ հեռուստալրագրողներ։